Ինչպես է աղվեսը իր արարքների համար պատժվում։ Կիրգիզական հեքիաթ։ Օրերից մի օր խորամանկ աղվեսի բախտը բանում է։ Լճափին մի խալաթ է գտնում և որոշում է բոլորին զարմացնել իր շքեղ հագուստով։ Խալաթը գցում է վրան ու գնում է ման գալու։ Մեկ էլ հանդիպում է գայլին։ «Բարև, հին բարեկամ», ողջունում է գայլը։ «Բարև, հին հիմար», ուռած փքված պատասխանում է աղվեսը։ «Այ աղվես, որտեղից ես ձեռք գցել այդ գեղեցիկ մուշտակը»։ «Ինքս եմ կարել, այ գորշուկ», գայլը խնդրում է։ «Ինձ համար էլ մի այդպիսի մուշտակ չես կարի, 40 հատ սև, խուճուճ գառնուկներ կբերեմ»։ «Լավ, բարեկամ, դու գառնուկներդ բեր», պատասխանում է խորամանկ աղվեսը, «իսկ ես կտեսնեմ»։ Գայլը շատ է ուրախանում։ 40 օր աղվեսի համար խուճուճ գառնուկներ է քարշ տալիս ու բերում, իսկ աղվեսը հենց տեղնուտեղը ուտում է։ 40-րդ օրը գայլը հարցնում է. «Մուշտակս երբ պատրաստ կլինի»։ «Շուտով, շատ շուտով», հավատացնում է աղվեսը։ Քանի գնում, գայլը այնքան է համառորեն պահանջում իրեն խոստացած մուշտակը։ Աղվեսը գլխի է ընկնում, որ բանը կարող է վատ վերջանալ, և թաքնվում է իր բնում։ Գայլը երկար ժամանակ դարան է մտնում աղվեսի բնի մոտ ու շատ է սովածանում։ Աղվեսն էլ է սովածանում։ Նա մի հարմար րոպե է գտնում, դուրս է թռչում իր բնից ու փախչում։ Բայց գայլը կարողանում է հասնել աղվեսին և խորամանկի փափուկ պոչը մնում է նրա երախում։ Փախչում է աղվեսը առանց պոչի ու լալիս է իր կորստի համար։ «Ախ, ոնց դիմանամ ես այս դժբախտությանը», մտածում է նա, «առանց պոչի շատ եմ տգեղացել»։ Եվ հենց տեղնուտեղն էլ որոշում է. հարկավոր է այնպես անել, որ մյուս աղվեսները նույնպես զրկվեն իրենց պոչերից։ Նա գնում է ու բոլոր աղվեսներին իր բնում հավաքում, հետո անսպասելի հայտարարում. «Ավաղ, թանկագին քույրեր, մենք էս բնից լույս աշխարհ էլ դուրս չենք կարող գալ։ Մուտքի մոտ մեզ է սպասում գորշ գայլը, որպեսզի նրա ձեռքից պրծնենք, էսպիսի մի բան եմ մտածել։ Բոլորդ էլ ձեր պոչերը ամուր կապեք իրարից ու դուրս եկեք։ Ագահ գայլը կուրախանա, որ միանգամից այդքան աղվես է իր ճանկը ընկել։ Ու մինչև կսկսի ձեր մեջ ամենալավին փնտրել, դուք միանգամից ձիգ կտակ ու կփախչեք»։ Աղվեսները համաձայնում են։ Պոչերը կապում են իրարից ու դուրս են գալիս։ Գայլը միանգամից հարձակվում է բոլորի վրա։ Վախեցած աղվեսները, ինչքան որ ուժ ունեն, ձիգ են տալիս ու գայլի երախում թողնելով իրենց պոչերը, փախչում են ուր որ աչքները կտրի։ Խորամանկ աղվեսը նստած էր իր բնում ու ծիծաղում էր, ու հանկարծ ծիծաղից թուլանում է։ Գայլը տեսնում է, որ իր հին բարեկամը դեռ բնում է, սկսում է նորից հսկել։ Աղվեսի պոչ ուտելով հոչես կշտանա։ Սովածությունը նորից է նրան տանջում։ Գայլը ոռնում է ու ոռնում, բայց հետո որոշում է աղվեսին խաբել։ Որտեղից որտեղ նա ջարդված կճուճի մի վզիկ է գտնում։ Գտնում է ու դնում գետնին, բնի մոտ, իսկ ինքը գնում։ Հենց որ քամի է անում, կճուճի վզիկը սկսում է աղյողոր վնգալ, իսկ աղվեսը կարծում է, թե դա գայլն է այդպես ոռնում, և վախենում է նույնիսկ գլուխը բնից դուրս հանել։ Այսպես անցնում է մի օր էլ։ Աղվեսը բայց էլ չի կարողանում սովին դիմանալ և որոշում է զգույշ բնից դուրս նայել։ Նայում է և ինչ, գայլի հետքը անգամ չի երևում։ Ոռնում է ոչ թե գայլը, այլ կճուճի վզիկը։ Աղվեսը շատ է բարկանում, գլուխը խոթում է կոտրած կճուճի մեջ ու դեպի գետն է գնում, որ կճուճին ջրի մեջ խեղդի։ Աղվեսը մոտենում է գետնին ու սկսում է թափ տալ իր գլուխը, որ կճուճի վզիկը ցած գցի։ Բայց արի ու տես, վզիկը պոկվել չի ուզում։ Աղվեսը գլուխը խոթում է ջրի մեջ, կճուճի վզիկը աղվեսին ջրի տակն է տանում։ Այդպես էլ աղվեսը գետում խեղդվում է։